Դոլարը։ Ալեքսանդր Մակեդոնսկին հաղաներստել է։ Պապի, ես ինչ եք խաղում, ինչ խաղա։ Սեկը։ Դադարան մադարան Իգոր։ Չէ, կարդի մամի դադում չի։ Եթե գնան բողոք են ասեն միլիոն եմ կրվել, են մարդնա կրել հետո։ Արդեն ծմերա գալիվ չո սեք եմ սկսել ասյո էլի։ Այդ գործ Թղթախաղ տաք զրույցներ ու վերջին թարմնորությունները գյուղի սրտում, Քարաշեն այս տնակում, որտեղ համախմբվում են ձմեռամուտին պարապ մնացող տղամարդիկ։ Տնակը իր պատմությունը ունի, այն ոչ թե պարզապես հավաքատեղի է, այլ գյուղի խաղատունն է, որը ի դեպ անվանակոչված է իրենց իսկ կողմից։ Ավելին, ՍՊ-ի գործադիր տնօրենը Դերվիշ Բաբան է։ Դերվիշ Բաբային բացահայտել չի ստացվում, բայց իր խաղատանը ոտքներս քիչ-քիչ պնդասնել ստացվում է։ Սկզբում, ինչպես եւ բոլոր գյուղական բնակավայրերում, հայրենասիրական մղումներ կցուցանենք, ու մենք էլ կասենք, գիտենք, որ ներկայիս Մարգահովիտը նախկին Բոսգեղը աշխարհի կենտրոնն է, իրենք էլ այդ կենտրոնի անդավաճան պահապանները։ Լավ գեղա, իրոք լավ։ Եթե սոված ապրես լավ գեղա, սրանից լավ մակրոտ փողերը շտստե, թոշակ մոշակ, вообще լավ։ Բա աղբարիններ են տենց ասում էլի, աղբարին որ գալիս են, ասում են եթե Հայաստանը լավն է, եթե սոված ապրես։ Ու հենց այսպես են առաջինը ընդունում ու ճանապարհում գյուղ մտնող անծանոթներին։ Դե ուրեմն մենք հայտնվել ենք Մարգահովիտի տամոժնյայում, անցակետում, ու եթե բարով խերով այս անցակետը չանցնենք, դժվար թե գյուղում երկար մնանք։ Թղթախաղը առանց ընդհատելու զգուշավորությամբ խոսք ու զրույցի ենք բռնվում ներկաների հետ։ Այստեղ խորապես համոզված են, որ իրենց գյուղը գովազդի կարիք չունի։ Գյուղացիների մեծ մասը հասցրել է արդեն հեռուստաաստղ դառնալ, սակայն հավատացնում են, որ ուրիշների նման ոչ մեկին աստղայինը չի տարել։ Նրանք նույն ոգևորությամբ շարունակում են իրենց հին գործը, զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ, որն ի դեպ նրանց հիմնական ապրելու միջոցն է։ Մեկ էլ արտագնա ու ներգնա աշխատանքն է ու տոկոս առ տոկոս ներկայացնում են գյուղի տղամարդկանց զբաղվածության աշխատությունը տարբեր երկրներում ու այդ զբաղվածության ներքին կառուցվածքը ով, որտեղ եւ ինչպես։ Ես օրինակ գոմեշնի եմ պահում, իմը լրիվ գոմեշ։ Ձմեռները բերեմ չեմ, հենա տենց էլ ղան են անամ, են բիսետի։ Են մորթեցի իրեն մենձ։ Հա, են մենձը մորթա։ Դրանք ճալամն են ելում, բայց մորթեցի։ Հա, են մինը մորթել։ Հա։ Ջարների 90%-ը ամիդարանն է։ Հենի դիլիջաներ աշխատան։ Mēs esam menționēri, ele se zvană, Ну, մի 50% Ռուսաստան, մի 30% Դիլիջան, Սևան։ Աշխատում են երեքեք են։ Իսկ այս տարի օրինակ հողը լավ բերքա տվել։ Kartoşka Ոչ։ Հա, այս տարի հա, խանձոր էլ կար, կարտոշկա էլ կար։ Հյուրերին էլ բաց չեն թողնում առանց հյուրասիրելու, որ իրենց պարծանքի աղբյուրն է ու նաև դեսից դենից զրից հանելու եւս մի հնարավորություն, մինչև անասունների կեսօրյա խնամքը։ Անտիր, ասում եմ, անտիր մարդիկ, զատի մեր գեղն այն Հայաստանի մայրաքաղաքը, հայրաքաղաքը, հայրաքաղաքը մեր գեղն է։ Այդ ոնց։ Այդ որ գնաս, այնտեղ եկել արցեմ ես կասեմ։ Ապայբար, միլիոն տոկոս, հենց մի, ինչ եք ցանկանամ ձեզ հյուրասիրելու։ Ամեն ինչ կարամ հյուրասիրել, ներ չուր։ Մեր ժողովուրդը շատ թուրաս է, շատ նոր Սա խացուտելու բաներ են, հա։ Իրենք ասում են, մենք էլ համոզվում ենք, հյուրասեր ու ազնիվ քարից էլ հացքամող մարդիկ են Մարգահովիտում ապրում։ Չէ, հանկարծ չմտածեք, թե այս պատկերը, որ տեսնում եք, լոդրության մասին է։ Զգուշացնում են այստեղ։ Պարզապես գյուղացու օրը, հատկապես այս օրերին, երբ հայ է ցրտաշուն ձմռան օրերը կչոքեն գյուղացու դռանը, օրն էլ ավելի է կարճացել, մարդիկ առավոտ գիշերով են արթնանում, գոմ, կենթանի մշակում, իրենց խոսքով բեջարում, կովերին կթում, կաթը մշակում, անասուններին արոտ քշում, հետո նոր միայն այդ սուրբ առաքելությունը բարով խերով ավարտելուց հետո հավաքատեղիում հավաքվում։ Ու եթե երիտասարդ կանայք ու տղաները ազատ ժամերը նվիրում են հեռախոսին, տանտիրուհիները եփել թափելուց հետո հեռու ու մոտիկ ազգականների հետ ժամերով խոսելուն, տղամարդիկ հին ավանդույթով գլուխ գլխի են գալիս։ Կենթանի շփումը գերադասելով սատանի սարքից, ինչպես իրենք են անվանում հեռախոսը։ Ու հենց այստեղից են սկսվում կյանքի, գյուղի ու աշխարհի մասին ամենատարբեր զրույցները, որոնք շատ դեպքերում կատակախառն վեճերով են ավարտվում։ Մենք էլ դե ինչպես միշտ մեր գործին հավատարիմ մնալով այդ կայծը տալիս ենք ու մի կողմ քաշվում։ Եղել է Հայաստանի երրորդ գեղը, Չէ, 6-րդ կամ 7-րդ կամ 7-րդ հետս չսպորվեք։ Հետս չսպորվեք։ Ասար իրեք ավրեն տնտեսությունը, հակար այրը Մեկ սպորվի։
Սովետի վաղթը վել էր 7 գեղը։ Ինչը։ Սովետի վաղթը։ Սովետի վաղթը 5-րդ գեղն էր մեր գեղը։ Ընդհանուր հայտարարի չեն գալիս, մենք էլ սովոր ենք դրան, քանի որ արդեն 1 տասնյակից ավելի առաջին, երկրորդ ու երրորդ գյուղերում են եղել։ Եթե կանգնած տեղդ ուր էլ նայես սաղսար լինի, ուրեմն վստահ եղիր, դու Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ես։ Լեռների մեջ ծվարած այս գյուղը առավոտյան ծխի ու արևի հոտ ունի, գիշերները լռության։ Այս տեսարանը ի ցույց է տալիս գյուղի բնության գեղեցկությունը եւ լեռնային տեսարանները, որտեղ օրը սկսվում է սարերի պատկերներով, որտեղ բնությունը, լեռները, ծառերը, այսինքն գյուղական ու խաղաղ կյանքը միաձուլվում են։ Հենց այդ միաձուլումից էլ ծնվում են գյուղի ու մարդկանց մասին պատմող ամենատարբեր պատմությունները, գեղեցիկ տեսարաններով, համով ու հոտով կենցաղով, որտեղ մարդիկ բարի են, անկեղծ ու պարզ։ Մի խոսքով գյուղը լուռ է, բայց ամեն ինչ խոսում է կյանքի մասին։ Օրինակ պարոն Սամվելը իր տան բակում արևի պլպլան շողերի ու աշնան մեղքամուց սպարող տերևների խշշոցի ներքո նստած երեսն է պլպլացնում, այսինքն սափրում։ Ճիշտ է, ածելիին վաղուց արդեն փոխարինելու են եկել ավելի հեշտ ու ժամանակակից միջոցները, բայց պապը խոստովանում է իր հին ընկերները ավելի լավն են, նկատի ունենալով հնաոճ ածելին։ Իսկ այս գործը այսքան հաճույքով չէր անի, եթե չլինեին այն պատկերները, որոնք բացվում են նրա տան բակից։ Աչքը այդ գլխապտույտ առաջացնող տեսարաններից կտրել չի կարողանում։ Սիրում չեմ մաքրվում են։ Ձեզին չեմ մարդիկ նամադերը բանը ջայելնի բան մազներեսնին բան։ Ես տակիցել sense քաչալ մազեմ բայել ես մաքուր եմ բայել։ Այն ասեմ դիք յամանը աշկս կանչեմ այդ սարերից գդրեմ։ Այնքան սիրում եմ մեր սար մեր բնությունը որ։ Ես ընդհանրապես լավ դուք են բռնել ջայել վախտս։ Ուրեմն էլ մի չկա մի վերցրել էր։ Այն կարմրախայտ որ ասում են Գրմի ձերով բրդում գեդեմ է, սարեր ջրերում է բան։ Բնության սիրահար եմ ես։ Գյուղը մարզկենտրոնից մոտավորապես 17 կիլոմետր հարավ-արևելքում է լեռնաշղթաների միջև։ Մարգահովիտը իր տարածքով շատ մեծ է, մշտաբնակ տնտեսություններն էլ համեմատաբար այլ գյուղերի քիչ չեն, թեպետ այնպես էլ չի, որ արտագաղթը Մարգահովիտին չի հարվածել, բայց ամեն դեպքում գյուղը պահողները շատ են։ Հետո էլ ասում են վերջին տարիներին շատերը հետ են եկել արտագնա աշխատանքից, նախ որովհետև Խոպանի փողերը այլևս գրավիչ չեն, հետո նաև հենց տեղում կարելի է աշխատանք գտնել։ Գյուղի տարածքում բացվել են ու դեռ կբացվեն զբոսաշրջային կենտրոններ, հյուրատներ, որոնք տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են այստեղ բերում, ճանաչելի դարձնում ոչ միայն Մարգահովիտը, այլ նաև կայուն եկամուտ ապահովում գյուղացիների համար։ Մի մասին էլ հաջողվում է աշխատանքի հարց լուծել հարևան մարզում, օրինակ ասենք Դիլիջանում։ Մի խոսքով Մարգահովիցիներն ասում են, որ եթե աշխատելու ցանկություն լինի, անպայման կգտնվի։ 1500 տնտեսություն ունենք։ Նու հիմի երևի 3750 բնակիչ, բայց ժամանակին ավելի մեծ են եղել բնակչությունը, նու արտագաղթի բանի պատճառով բնակչությունը քիչ է։ Ունենք լավ դպրոց, հանրաճանաչ, լավ դպրոց, լավ ավարտականներ ենք ունենում, բարձրագույն ավարտներ շատ են ունենում այդ դպրոցից։ Ժամանակին ավելի շատ էին, այս վերջի մի 2 տարին երևի մի քիչացան, ոնց որ զգացվում է աշխատատեղը կա, բացվել է աշխատատեղը։ Գյուղում չէ, բայց ասենք կողքի Դիլիջան, Վանաձոր քաղաքներում, ասենք լավ շինարարություններ ագրում, գյուղում էլ է բացվել, տեղեր կա բացվել է այնա դիմացը մեր հանգստյան գոտիներ է բացվում, հյուրատներ է բացվում, մարդիկ ու աշխատատեղ է, առայժմ շինարարության տեսքով, հետո աշխատատեղ է։ Պարոն Ռոբերտի կարծիքը ոչ միանշանակ է անցնում, ոչ բոլորն են այսչափ լավատես, հատկապես թոշակառուները դժգոհ են առաջին հերթին իրենց հալից ու ապրելակերպից։ Կուզեմ մեր այն առաջվա խորհրդային ժամերի պես ապրենք։ Մի ապրելը դժվար է։ Ընդով 120 ման ես աշխատավարձանեի, համ ընտանիք պահեի, համ մի բաներ բանկը գծեի։ Մյուս մեզ $1200 շատի։ Մտնում ես բազար, մի փոքր ցելապուն ձերի դուրս գալի։ Մահանալ ինչ կա, քնում ես մեջ ես գերը վրա, ես գլխի ես էլ, բայց ապրել է տանջվում ես։ Ասում ես, ոչ ինչ ճանապարհ գտնենք, կարենամ ապրել։ 35,000 դրամ թոշակա տալի,
Իսկի պապիրոսի սեյ չէ հերիքան։ Ամիսը 40-ի պապիրոս եմ ծխը, բայց թոշակը 35,000 դրամ։ Ժորան օրինակ ժամանակին մեծ տնտեսություն ուներ, մի գոմլիքը խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնցից ստացած եկամուտով վատ չէին ապրում։ Հիմա էլ կաներ կստեղծեր փառք աստղոֆիզիկական աշխատանքից հետ չի դժգոհում, թեպետ իր տարիքին։ Դժգոհ է միայն գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ պետության վերաբերմունքից։ Գյուղացիներով զբաղվել, անասունով հողով, էլ ուրիշ ոչ մի բան։ Անասունն էլ հետո 5,000 խոժորը եղջերավոր անասուն կարգեղը մի 1000 հատ է չկա, սա ծախել է։ Ոչ կատնին արժեք ունի, ոչ մսին արժեք ունի, սպանդանոցին էլ մեջը գծեցին, մչև է տեղեսը մեծ կողմի 30 կիլո զաբնում է։ Գյուղն ու ժամանակները փոխվել են, բայց մարդկանց բնույթը ոչ։ Մի ժամանակ կյանքը եռում էր մարդկանց աղմուկ աղաղակով։ Տարբեր ձեռնարկություններ էին գործում գյուղում՝ կարի ֆաբրիկա, լեռնահետախուզական ջոկատ, անտառտնտեսություն ու տնկարան, գյուղատնտեսական պետական ձեռնարկություն, հիվանդանոց, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, բուժկետեր, կաթի գործարան եւ այլն, որոնք գյուղի օդը դարձնում էին աղմկոտ։ Գյուղ, որ անգամ իր անվան շուրջ անցյալ ու ներկա պատմություններ ունի։ Պատմություններ, որ խիստ տարբեր են, երբեմն համեմված հումորով ու տարատեսակ վարկածներով, որ բերնիբեր են եկել ու տարածվել են գյուղացիների շրջանում։ Ոսգեղ, Համզաչիման, թե Մարգահովիտ։ Համզաչիման անունը երկար տարիներ սովետական միության խորհրդային տարիների ժամանակ։ Հետո փոխվեց, դրվեց Մարգահովիտ։ Համզաչիման անունն է եղել։ Նրանից ավելի շուտ ուրիշ անուն է եղել։ Ոսգյուղ են ասել։ Հա, Ոսգեղ, հետո փոխվեց Համզաչիման, հիմի Մարգահովիտ։ Անեկդոտներ շատ կա, շատ են ասում անեկդոտներ ամեն։ Շատ ասողներ կան, հա, ուղղակի մենք դեռ այդքան բան չունենք, բայց ունենք, լավ ասողներ ունենք, որ ավելի շատ բաներ գիտեն։ Լիարդել ես վերջինն ասեն, Մարգահովիտ։ Այդ բոդյեղը են թուրքի կրվի բախտնա, թուրքն ասկին ալիս էլ էր տելա, հանդերս էս բոզ ասացա, մեր գյուղին ձեր չտվել, խելոք տվել է, անցկացել ասել են, այս բոզ չանդնա, ըստի չի կարելի։ Դա այդ հիմա վրել գեղյանը կպել էր։ Դեմ այդ մինն ասեմ, հա, ներգյաս մի հատ պարավ կնի քոչմա կիրովական, շատ գիտեմ, բայց ես մինեք ասեմ էլի։ Հենց քոչմա գեղյաննը փոխում են ուրիշ բան են դնում են բանի Համզաչիման, Ոսգեի վաղ փոխում են Համզաչիման դնում, ասում փոխեմ ձեր գլուխ միշներու ես էլ գնաց գեղյաննը փոխեցիք։ Քան հերիք չի, հերիք։ Ես էլ լսելով, իհարկե մեծերից, ես որ ասում ենք լավ ասողները գնացել են, դրանցից եմ լսել, որ քշերված ժամը 12-ին արդեն օրը փոխվում է, իջև առավոտվա ժամը 6-ը Ոսգյուղա, 6-ից մինչև 12-ը Համզաչիմանա, 12-ից մինչև գիշերն էլ արդեն Մարգահովիտը։ Մարգահովիտը նոր անունն է, որ նշանակում է մարգագետինային գյուղ կամ մարգագետիներով շրջապատված վայր, եւ գուցե հենց այդ մարգագետիններն էլ պահել են գյուղը մինչև այսօր, իրենց շունչ կտրող գեղեցիկ տեսարաններով, իրենց մարդկանցով, իրենց պարզությամբ։ Իսկ այսօրվա Մարգահովիտ ցուցանկությունն ու երազանքը մեկն է, որ փոքր աշխարհից մեծ աշխարհ են ուզում հասցնել, մեծ ամբիոններին լսելի դարձնել, հավատալով, որ գուցե մի օր ամեն բան լավ կլինի։ Ես կցանկանամ թող երգիտերը հաստատ տղալի Երգիրը հազոր պայով, всё, ես մեր երեխեքել էլ չկտորվեն, всё, տիրություն անեմ էր։ Ջահելին մեղքին էր, տիրություն անեն էր, ջահելին նորմալ ապրեն, Ես օրինակ 140 տարի ապրիտ էի, բայց տղես կրվումներ, այդ 44 օրը մազերը սաղցիք տար։ Всё, բրավեց, հա։ Էլի կապրեք 144 130-ը կզիկի։ Они սասրամատ են Ռուսաստանի դամ աշխատում, էսա կգա։ Երեխեքան, так что շնորհակալություն այս համար, ապրեք։ Երգրին տեր ա պետք, եթե տերը լավն արում, իրոք ամեն ինչ կդզվի, միլիոն տոկոս։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Մարգահովիտից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։